Համընդհանուր ընտրական իրավունքը ձևավորվել է 19-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերը, բայց մինչ այդ բոլորը գիտեին բոլորի ընտրության մասին։ Առաջարկում եմ միասին բացահայտենք ընտրությունների պատմությունը։ Ընտրությունների ամենահին ձևերը հանդիպում են Հին Հունաստանում, մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում, որտեղ քաղաքացիները մասնակցում էին պետական որոշումների կայացմանը բաց քվեարկությամբ, ձեռք բարձրացնելով։ Ժամանակակից քվեատուփով եւ գաղտնի քվեարկությամբ ընտրությունների մոդելը ձևավորվեց 19-րդ դարում։ Կարևոր նախադեպերից մեկը եղավ Մեծ Բրիտանիայում, որտեղ 1872 թվականին պաշտոնապես ներդրվեց Ballot Act սկզբունքը, որը ենթադրում էր քվեաթղթով, քվեախցիկով եւ քվեատուփով գաղտնի քվեարկություն։ Հետո այդ համակարգը տարածվեց Եվրոպայում եւ Ամերիկայում, դառնալով ազատ կամքի արտահայտման գաղտնի եւ անանուն միջոց։ Իսկ Հայաստանի պատմության մեջ առաջին համաժողովրդական ընտրությունները տեղի են ունեցել 1919 թվականին առաջին հանրապետության շրջանում։ Այդ ընտրություններով ձևավորվեց Հայաստանի առաջին խորհրդարանը։ Այսպիսով հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները։ Սա կարևոր օր է յուրաքանչյուր քաղաքացու համար, որովհետև հենց մեր մասնակցությամբ է ձևավորվում երկրի ապագան եւ այն ուղին, որով զարգանալու է մեր պետությունը։ Մասնակցելով ընտրություններին, մենք միասին կձևավորենք այնպիսի պետություն, որտեղ ստիպված չենք լինի անընդհատ բացատրել, թե ինչու չենք զոհվել եւ որտեղ չենք հայտնվի այնպիսի տհաճ իրավիճակներում, որում հարկադրված կլինենք դիմանալ մեր հայրենակիցների դեմ մեր երկրի ղեկավարի կողմից տարվող սուր բուլինգին ու հասարակական պառակտումներին։ Մասնակցելով ընտրություններին, մենք միասին կարող ենք կառուցել ավելի ուժեղ ու ապահով Հայաստան։ Անպայման մասնակցեք ընտրություններին ու հետևեք Ռենեսանսին նոր բացահայտումների համար։